Բարի երեկո բոլորին։ Բարի երեկո Պավել ջան։ Բարև Պավել ջան, շատ ուրախ եմ։ Ուրմս Վանիկ ջան, 2007 թվին գրին քարտ եմ շահել, եկել եմ Ամերիկա։ Ահա։ Գրին քարտոր շահեցի, զինկան գրկուգս, զինկոմիսարիատը վերցրեց։ Լսվում է։ Ահա, լսվում է։ Լսվում։ Եկել եմ համի արդեն Ամերիկա եմ եղավ բավականին ժամանակ, 16 տարի։ Հայաստանից անձնագիրի ժամկետը անցել է։ Ահա։ 2023 թվին եկա Լոս Անջելեսի, եկել եմ Լոս Անջելես եմ եկել։ Եկել եմ դեսպանատունը։ Անձնագրի դիմեմ։ Նորից 23 թվին եկա, ասեցին զինվորական գրկուգը պիտի բերես, որ քանի որ 50 տարի չի լրացել։ 48 էի։ Ասեմ զինվորական անձնագիր չունիմ։ Հանձնել եմ զինկոմիսարիատը, որ ինձ թուղթ են գրել, զինկոմիս դուրս են գրել, որ թողեն նոր գայ Ամերիկա, իրանք տեսել են օրինական կամքով գրին քարտ եմ շահել, եկել եմ։ Բմեզի չի դակրել։ Բդի զինկոմիսարիատից թուղթ բերես, տնային կառավարությունից թուղթ պիտի բերես, մեկ է դպրոցից թուղթ պիտի բերես, որ անձնագիրը ներկայացնենք։ Ասեմ ես Ամերիկա կաբրիմ, Ամերիկայի քաղաքացի եմ։ Ուղղակի անձնագիր ունիմ Հայաստանի Հանրապետության։ Ժամկետը լրացել է պիտի փոխեմ։ Դունց Ամերիկայից գրկես կլեննական, օրեշտամ։ Հա։ Դպրոցի տեղեկանք բերեմ։ Տնային կառավարությունից տեղեկանք բերեմ։ Մեկը զինկոմիսարիատ։ Ես քսեմ այնտեղ գրանցում չունիմ, գրանցումից դուրս եմ ելել, տուն չունիմ։ Ուր դից բերեմ, քսենցի չի դարք, օրենքն է։ Քսեմ ապուշ չես դու։ Սպեսի օրենք եղնի։ Կներեք, երեք խոսքի, իրականից ապուշ։ В общем, չի եղնի, կամ էդի բերես բան, մարշչապետով նամակ եմ ուղարկել բան, в общем, ոչ մի պատասխան։ Չտեսեցին 50 տարի, մինչև 50 տարեկան է լրանալը, 50 տարից հետո արդեն անձնագիր պետք չէր։ Տեսի լավ է, 2 տարի անցնի, գամ նորից։ Հիմա եկել եմ դարձրել են 55 տարի։ Պատկերացնես կետ հիմարներին, Հայաստանի Հանրապետության օրենքները։ Հիմա քսենցի նորից գնա դպրոցից տեղեկանք բե լեննականից։ Տնային կառավարություն, զինկոմիսարիատ, որ գրանցվիմ։ Ասեմ ուտեղ գրանցվիմ, ես տուն չունիմ լեննական։ Ամերիկա կաբրիմ, ստեղած քաղաքացի եմ, ստեղ եմ տունը, ստեղած։ Դուք չեմ գժվել եք, ասեինք մենք ինչ օրենք կրեմ։ Հիմա ում դիմեմ, վարչապետին դիմեմ, պաշտպանության նախարարին, անձնագրային այդ պետերին, ով են այդ ապուշները։ Ուղղակի հապուշ։ Դունձի հնչի ղերգես կլեննականից դպրոցից տեղեկանք բերեմ։ Դպրոցը 30 տարի ավարտել եմ։ Բանակը ծառա եկել եմ, տվյալները դուք ունիք։ Օրինակ մի հատ բան ասեմ, էլի, մի հատ բան ասեմ, Մշեցի ջան։ Եղբայր, իսկ հյուպատոսական ծառայությունը ինքը ունի այդ բոլոր գործիքները, որ հարցումները իրան անհրաժեշտ ցանկացած վայր կարա ուղարկի։ Փորձի հենց հյուպատոսությունում այդ հարցումները կազմել տուր, հենց ընդեղից թող իրանք ուղարկեն, որովհետև դու եթե հիմա անգամ գաս ստեղից այդ ինչ փաստաթուղթ որ ուզում են դրանք տանես, միևնույնը այդ կամ ասես ստեղից ինչ որ մեկը ուղարկի, էդի ուժ չունի, պետքա արտգործ նախարարության միջոցով Վանիկ ջան, իրանք ասում են անձամբ գնա բե, հիպատոսն է ասում։ Այդիկե խայդարակություն, ինձի Ամերիկայից գրկեք որ լեննականից թուղթ բերեմ։ Քսեմ չէ որ դիք ձեր պարտականությունն է, անձնագիր ունիմ։ Ուղղակի ժամկետն է լրացել։ Ինձի նոր այդիկե խայդարակություն որ մարդ չկա, երկրի ղեկավար չունի, որ օրենքով սահմանված կարգով հարցերը լուծե։ Ես քսեմ նոր անձնագիր չեմ անել որ տուն ես կը դպրոց կամ բան, ինչ կսեն, ժեք, այդ տնային կառավարություն, զինկոմիսարիատ, ես անձնագիր ունիմ, ես ծառայել եմ դիք ձեր պարտականությունն է տվել հարցը լուծելու։ Ես նոր անձնագիր չեմ հանել։ Այդիկ է, ստեղ հիպատոսություն հրաժարվի Հայաստանի օրենքներով դու պիտի տաս խրգենք մենք։ Մեր գործը էս է, օրենք են կատարում։ Պատկերացրա օրենք չի գործում вообще։ Մշեցի ջան, ես ես ձեր կտորը եթե դեմ չեք կառանձնացնեմ ու
որպես նամակ կուղարկեմ ուրեմն համապատասխան կառույցներին, տեսնենք ինչ պատասխան են տալիս, որովհետև այս տարբերակով որևէ բան փակուղի է սա, ասենք մարդուն Ամերիկայից բերել հասցնել, հա, մարդուն Ամերիկայից բերել հասցնել, ես չեմ պատկերացնում էլի, որ տենց հեշտ բան։ Մի հատ, Վանիկյան։ Այո։ Այդ օրենքները ով որ հանել է։ Իրա տան վրանցի գրանց է։ Իհարկե ոչ։ Հարցը ես տուն չունիմ լեննական, դունձիքսը գնա գրանցվի միտեղ արի։ Օրենքն է որ լեննական գամ գրանցվի, զինկոմիսարիատ, տնային կառավարություն, դպրոցից թուղ։ 30 դպրոցն եմ սովորել երկրաշարժին բլել է։ Դից հետո գնացել եմ Երևան եմ սովորել։ Մինչև 1988 թիվն եմ գնացել։ Մի բան հարցնեմ էլի, հա, ես արդեն հասկացա, իսկ իրանք ինչ են առաջարկում դրան այլընտրանքային լուծում։ Ուրեմն մի բան ասեմ, ինչի համար եմ ես այս հարցը տալիս, ինձ հետաքրքիր է, հիմա դուք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եք, ճիշտ է։ Այո։ Ահա։ Ունեք անձնագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու։ Այսինքն հիմա ձեզ դնում են մի իրավիճակի մեջ, որպեսզի դուք ստիպված լինեք երևի հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, այդտեղից հյուպատոսության միջոցով։ Ես արդեն հասկանում եմ էլի դեպի ուրա գնում, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն որևէ մեկը իրավունք չունի քաղաքացիությունից զրկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Դա միայն կարող է տեղի ունենալ, եթե քաղաքացին ինքը անձամբ դիմումով դիմում է, հրաժարվում է քաղաքացիությունից եւ այդ դեպքում նոր իրավունք ունեն քաղաքացիությունից քաղաքացուն հետ կանչել քաղաքացիությունը քաղաքացու։ Այսինքն այս ամեն ինչը բարդությունները ստեղծում են նրա համար, որ ավելի հեշտ լինի ձեզ համար երևի քաղաքացիությունից հրաժարվելը, քան այդ խնդիրները լուծելը։ Իսկ ուրիշ բան հարցնեմ։ Ուրիշ բան հարցնեմ։ Կարելի մի հարց չմոռանալ։ Հարցրեք։ Իսկ ձեզ հայկական անձնագիրը այդտեղ ինչի համար է պետք, որ ուզում եք փոխեք։ Ես Պավել ջան, ես աբագան գիտեմ։ Ինձ հայկական անձնագիրը պետք է շուտով մեր արևմտյան հողերն որ տալու եղնին, մենք բաժին ունենք։ Իրանք լավ գիտեն ինչ է, որ զրկվենք այդ հողերից։ Չէ, ձեր քաղաքացիությունը ոչ մեկ ձեր ձեռից չի տանելու։ Հենց դրա մասին եմ ասում։ Հիմա դուք անձնագիր ունեք Ամերիկայի Միացյալ Նահանգների տեղաշարժի խնդիր չունեք, ցանկացած պահի գաք Հայաստան, ցանկացած պահի գաք Հայաստան, դուք կարող եք Հայաստանի Հանրապետության անձնագիրը վերականգնել, այդ ես ասում եմ։ Եկել եմ։ Հա։ Կներես։ Եկեք 21 թվին եկել եմ Հայաստան որ սարքեմ, էլի նույն բանը ասին գնա գրանցվի, դպրոցից տեղեկանք բե։ Տնային կառավարություն կսեմ, ես այդտեղ տուն չունիմ, տուրիստի կարգով եմ եկել, անձնագիր ժամկետը անցել է։ Դաժե 21 թվին եկա ընդրությանս գուզեմ մասնակցեմ, չթույլատրեցին։ Գոյնա ժամանակավոր թուղթ տան։ Գնացել եմ Երևանի բանը։ Ինչ են ասում, որ պասպորտները տալիս են վիզաների։ Հա, բանը։ Վիզաների վարչությունը։ Օվիրը, հա, օվիր, հա։ Օվիրը, աբրես, Դավթաշեն։ Գնացել եմ, սենեմ անես իմ ամերիկյան անձնագիրը աս հայկականս։ Ինձ մի հատ ժամանակավոր թուղթ տվեք, որ ընդրությանը մասնակցեմ 21 թվին։ Չտվեցին ինձի։ Այնտեղ ամենակոպիտ խոսքերով անպատվել եմ, մինչև վերից վար։ Եկել են ինձ մադով է չկբան, բան չարեցին։ Տեսան որ իրանք չեն կրնակ, սա մեր օրենքը չէ, ձեր օրենքն է։ Գնան Նիգոլին սաղ աշխատողները կսեին։ Լուրջ կսեմ։ Հասկանալի է ինչա կատարում։ Հիմա մի բան էլ հարցնեմ, էլի։ Այստեղ ճիշտ ասած մեկնաբանություններում մեկը գրել է կա արդյոք ԱՄՆ Հայաստան երկքաղաքացիություն, այո կա ԱՄՆ Հայաստան երկքաղաքացիություն, ուրեմն ցանկացած պետության երկքաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել ցանկացած այլ պետության քաղաքացի ու ճանաչել երկու անձնագրերը։ Այլ հարց է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ որոշ պետություններ կան, որ երբ իրենց քաղաքացիությունն է ընդունում ու
երկքաղաքացիություն իրենց մոտ չկա գոյություն չունի, իրենք բացի իրենց քաղաքացիությունից այլ քաղաքացիություն չեն ճանաչում։ Նման մասնավոր դեպքեր կան տարբեր երկրների օրենսդրությունների հետ կապված, դա առանձին խոսակցության թեմա է, բայց ինչ վերաբերվում է տվյալ քաղաքացու խնդիրը, որ ինքը Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի է, այդ խնդիրը կա։ Հիմա մի այսպիսի հարց, ուրեմն փաստացի ձեզ ստիպում են քաղաքացիությունից հրաժարվելու։ Դա եմ ես հասկանում։ Առաջարկել են, ապրես, հենց դրա համար եմ դեմքս բացի որ տեսնին որ չջոգեն որ fake եմ կամ ինչ եմ։ Այդ աննասումները կսեն ավելի հեշտ տարբերակը, կսե հրաժարվի ինչ պետք է զի։ Սա բոլորը հրաժարվում են որ երեխեքը չգնան ծառայության։ Զինկոմիսարիա չկայնեն, ասեմ ես այդ մարդը չեմ, ես հայրենասեր մարդ եմ։ Ես այդ մարդը չեմ որ հրաժարվի։ Դուք իմ անձնագիրը դեք, սա հրաժարվին որ մենակ Ամերիկայի քաղաքացիություն ունենան։ Ինձ պետք չէ։ Ես եկուս պիտի հայրենիք կամ ապրի, իմ հայրենիքս, իմ ազգս։ Ես չեմ փախե եկել, ստիպված եմ եկել։ Այդ իգետ աննասուններին գուզեմ սեմ որ օրենքը ձեր ուրանի, ես ինչ կենեք, ներվային նծրել են։ Սկան ճամպեն 12 ժամ քշե եկել եմ, հասել եմ, օրենքը փոխվել է 55 տարեկանից, պատկերացնես։ Սի ջանդամ 2 տարին անցնի 50 տարեկան կեղնեմ գուկամ վերցնեմ գա առանց բանի հաշվառման զինվորական գրքուկ։ Հիմա եկել եմ 55 տարեկան է, խոդու աննասուն չեք ես ձեր ամենավերջից քապուրը քասնի վերից վար։ Եթե հարցը չեն լուծում։ Կներես որ քու ետերով եմ ասում, բանից ջան, տով Նիկոլ, տով պաշտպանության նախարարություն, տո ես եմ ձեր սաղից այնը։ Դու հասկնակը, դու ինչ ես ինձ զրգեք։ Դու ստիպեք որ ես Հայաստանի քաղաքացիությունից զրկվի, հրաժարվի, ինչի։ Ես գիտեմ ապագան, որ դու կործանվելու եք։ Հաջորդը գալիս որ մենք փայլուն ապագա ենք ունենալու։ Որովհետև ժամանակին երազեն մարդիկ որ կան Հայաստան ապրի։ Ամերիկան է, Եվրոպան է սա վարի կեշտա, բայց Հայաստանը պիտի մնա ու մնա։ Ինձ իմ ազնագիրն է պետք։ Ես ինչի համար եմ ասում, որ դու երբևէ խնդիր չես ունենա Հայաստանի Հանրապետություն գալուց հետո քո անձնագիրը վերականգնելու, երբևէ խնդիր չես ունենա, անգամ եթե 10 տարի դու կգաս, որ պահին գաս, տեղ ունենաս գրանցվելու, ցանկացած մի հատ բարեկամի տան վրա փաստացի գրանցվես, դու հայկական անձնագիրդ կարաս վերականգնես, այսինքն մեկին դաժե խնդրես, ասես, այ բանը քո տանդ վրա փաստացի գրանցվեմ, ոչ թե բան որպես սեփականատեր, այլ ուղղակի գրանցես ժամանակավոր։ Ահա։ Մի խնդիր կա, կներես, Վանիկ ջան։ Բայց զինվորական գրքուկս։ Զինվորական գրքուկից վերցրել է։ Այդ որ զինկոմիսարիատն է վերցրել։ Գյումրի զինկոմիսարիատը վերցրել չկա, ճղետ հապել են։ Բայց ինչ իրավունք ունեն։ 5 տարեկան եղել անձնագիր։ Բայց ինչ իրավունք ունեն։ Չէ, իրանք իրավունք չունեն։ Կանի ասեմ, Վանիկ ջան։ 2007 թվից 8 թվից ով որ եկել է, հա, ով որ Հայաստանի զինկոմիսարիատից դուրս էր կրվում, Եվրոպան $1000 էր, փողը տալիս էր, որ Եվրոպա է շտայր, թույլ տային։ 1500-ից $3000 Ամերիկա էր որ տեսնել են որ խոսքի ով որ green card-ը շա է, դի գրանցումից դուրս գայր։ Քեն են է, փող են ուզում։ $3000 դի տաս որ դուրս կրեն որ գազ հաստնես, որ green card-ի ժամանակը լրանա, սա հերթականություն է, կաբեր։ Գնում ենք խոսքի բժշկական, սա տեսել են, գիտեն որ արդեն green card-ը շա է, փողը ֆռագը, $7000 փող կծախսես որ մինչև ինադու վերցնենք վայնի բիլետը։ Գրանցումից դուրս կանեն, օ կեշտաս օվիր։ Ինչի համար չեմ ուզեք, սա չէ որ Ամերիկայի շտաս, սա փող էր։ Հիմի երել են, հիմի ընկել են կարագատից 2009-ից 10-ից հետո հանին այդ օրենքը։ Այսինքն այլ խոսքի զինվորական գրքուկը ձեռներից չէին վերցնել։ Ես ընկա այդ դրա մեջը դրա համար վերցրեցին։ Հիմի չունիմ զինվորական գրքուկ։ Այ քեսի բան։ Սա կաշկարկու ամենի մեջ։ Մենք ամեն օր մի հատ նոր հետաքրքիր օրենքի մասին ենք լսում, ամեն օր մի նոր հետաքրքիր բողոք է մեր մոտ ի հայտ գալիս, ու ամեն անգամ նոր բողոքը լսելուց գլխից մեջ չի տեղավորվում, այսինքն ի՞նչ է նշանակում մարդու զինվորական գրքույկը ձեռքից վերցնել։ Ով իրավունք ունի, ինչ իրավունքով։ Կներես, 21 թվին եկել են բռնեցին ինձի։
Զինկոմիսարիատ գնացել եմ ասեմ թուղթ տվեք, սա չենք տա, գարանցում, ասեմ ինչ գարանցում, ձենս բարձրացրեցի, բան կրվա, այդ զինկոմի հետ, աշխատողների հետ, նայեցին այնտեղ ոչ մի անուն ազգանով ոչ մի բան գրանցված չէր։ Զանգին ոստիկանություն, վայնի ոստիկանությունները եկել են, կողել են այնտեղ փոքր սետկա ունեն ռեշոտկեք, ընդ պայել են, որպես չծառայող։ Դասալի կնզի։ Ասեմ խոդուք հիմար չեք, ես ծառայել եմ։ Բա ո՞վ եմ ծառայել, չաստի համարը չեմ ուզել ասել, որտեղ եմ ծառայել, ասեմ զանգեք Երևան նախարարություն գեշտապ։ Շոր ծառայած եղներ մեր մոտ գրանցած կեղնի։ Պատկերացնես կը նոր ոստիկանները եկել ինձի մադով կբա կնզի։ Վայնի ոստիկանները։ Ինձի նստեցրիք ձեր ավտոնսի սախի դեսպես ըմբեսը։ Մի շելի 8 ժամ պայել են այնտեղ, եկան ասեմ ոստիկան, դուք ասեմ խելացի մարդ եք։ Զանգիկ գենշտապ, Երևան խոսքը ճիշտ է, ես ծառայել եմ, այս չաստիս համար էստեղ։ Նոր զանգել են, տեսել եմ ծառայել եմ, թողել են, զինկոմինգս են դու խոհապուս չես, այս մարդուց կամ ժամը չես պահին Ամերիկայի քաղաքացի է։ Չկար այդ բանի մեջ նոր միան բողոք գրեի, վրե նոր քտերից բերել 8 ժամ ընձի պայել էի։ Այդ որ զինկոմիսարիատու Գյումրի Այ քեզի դասալիկ ես ծառայ։ Պատկերացրու, դասալիկ ընձի հանեցին։ Ուտպես թկած 21 թվին թող եկել եմ ձեր ընդրությունն է, ձեր պասպորտն է, էս ինչ է։ Պատկերացրա։ Դենտեղ քիչ շատ վատ վերաբերման հետս։ Չէ, եղբայր։ Իրանք խփուր էին տալիս, իրանք խփուր էին տալիս։ Դասալիկ ես չես ծառայ, ո՞րն է։ Այ հենց հետաքրքիրը որ ես չգիտեի որ զինվորական գրքույկ են մարդկանց ձեռքից վերցնում, բայց զինվորական գրքույկը ախր ո՞նց են վերցնում, ինչ իրավունք ունեն զինվորական գրքույկ վերցնեն։ Ինչ իրավունք ունեն, ով իրավունք ունի զինվորական գրքույկը վերցնելու։ Ես պատկան մարմիններին եմ ուզում դիմեմ, հարգելիներս, կա այդպիսի պրակտիկա, այդպիսի օրենք, որ զինվորական գրքույկը մարդու արգրավում է։ Եթե կա մարդը, երբ որ գալիս է Հայաստան, ուզում է իր փաստաթղթերը վերականգնի, անձնագիրը մասնավորապես, այդ զինվորական գրքույկի քաղվածք, արխիվային փաստաթուղթ, գրանցամատյան, գոյություն ունի, թե սաղ վերջ եք տվել, ամեն ինչ ունենց եք ջնջել, որ Հայաստանը պատմություն չունի, Հայաստանը որևէ մի բան չկա, չի եղել, մոռացել ամեն։ Հա։ Վերջում թուղթ կդան, սեց այս $3000 փող ես տվել, որ դուս ես գրվել ծառայությունից, զին հաշվանդամությունից, բանից, էլի։ Զինկոմիսարիատից որ էշտ այր Ամերիկա։ Միտքանը բերես կուտաս որ գրանցենք, դի 21 թվին։ Սի ձեր էսն է, ձերենն է ու թողի եկա։ Սի լավ, կուկամ Ամերիկա, ստից Ամերիկա, սի լոսից կուկամ։ Լոս չեմ ապրի, ես ուրիշ նահանգ կապրիմ։ Եկել եմ լոս 12 ժամ։ Սի կուկամ օրենքով ստից կվերցնեմ։ Որ թղթերը լրացրի, ամիս մետու պատասխան եկա, որ նույն բանը թղթերը գուզեն։ Դբրոց, տնային կառավարություն, զինկոմիսարիատ դեշտաս գրանցվից վայնի բիլետ։ Դարրա ու սոնց է նորին ձևի, քրվի ես ձեր օրենքը սպես ըմբես, սեսի մենք չենք, սա Հայաստանի օրենքն է։ Սե ոչինչ 50 տարեկան կեղնիս առանց բիլետի գուկաս կվերցնես։ Ախպեր 50 տարեկանս լրացել եկել եմ, հմի նաև 55 տարեկան, չգժվիս մանի։ Վայ Աստվածյան, ես ինչա կատարվում։ Համար դեմքս բացել եմ որ տեսնին որ այդ աննասումները ուրա ձեր օրենքը։ Ինձի պասպորտը ձերս է այկագա։ Պրոստո ժամկետն է անցել։ Ուղղակի ես զարմանում եմ որ մեկ խոսացնում ես ամեն ինչը նորմալ են անում, ամեն ինչ կարգ ու կանոնով են անում, փորձում են ամեն ինչ օրենքի սահման, ինչ օրենքի սահման։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարողանում իր քաղաքացիությունը ապացուցող փաստաթուղթը անձնագիրը երկարացնի, որի ժամկետը որ անցել է։ Լիլիթ Մագունց, ես ու հրաժ կներես։ Մանիկ ջան, հազար անգամ ներողություն, ժողովուրդ ջան, մի քիչ ջղայնացած եմ, որ գործերս թող եկել են պասպորտի։ Լիլիթ Մագունց, դու Լիլիթ Մագունցը ինչ կարող ու ցավ է, դու դի հրաժարական տաս։ Այս խայդարակության համար, այս անփութության համար խոսքի Հայաստանի քաղաքացիները լինելով Ամերիկայի քաղաքացի օրենքի երկրի մեջ, դու խախտես կստեղ օրենքը։ Նորից կաշառք կուզեք դուք։ Դու խայդարակությունը դե հրաժարական տաս։ Դու ինձ գրգես կա Հայաստան իմ գործից կտրելով իմ ընտանիքից հիվանդ հալովս խոսքի բդեշտամ դու ինձ չճանաչելով մարդը ստեղ օրենքով ապրող մարդ։ Դու գրգես կա Հայաստան ու դբրոց չկա։
Դպրոցից տեղեկանք, ժեք չկա, այսինքն գրանցում չունիմ, տուն չունիմ։ Վայնի բիլետ չունիմ։ Հասկնաք ինձ ինչերի մեջ գցեկը։ Ես էստան Հայաստանից կդադեն, որպես դասալիկ։ Հիմի խոսքի պես թռած է եղել 44 օրվա պատերազմին ելանք գալու չթողեցին։ Իրավունք չունիք դուք։ Ընկերս եկավ չթողեցին կռվելու Ամերիկայից, ետ ղրգեցին, որտեղ դուք Ամերիկայի քաղաքացի ես։ Երկխաղաքացի ես իրավունք չունիս։ Հիմա ամեն ինչի մեջ մի թռած ֆրանկ սպես մենք հայերս, հա։ Թրծրիկ ողշե։ Դրա համար Անիկ ջան, ինչ շատ հետաքրքիր է։ Կներես, մի հատ բան եմ ուզում համեմատական տանեմ։ Իդեպ օտար երկրի քաղաքացիները, հա, որ գալիս են Հայաստանի Հանրապետության քաղաքացի են դառնում։ Դրանց բան է, կարգը ոնց է ձևավորվում, ինչ որ տեղեկություն կա, Անիկ։ Ունես թե Գիտեմ ես։ Բայց ես Հայաստանի քաղաքացի եմ։ Չէ, քո համար չեմ ասում։ Ես համեմատությունն եմ ուզում հասկանամ, հա, քանի որ տես կա շատ մեծ տենդենս հնդիկներին քաղաքացի սարքելու Հայաստանի Հանրապետության ու միևնույն ժամանակ այդ զին գրքույկի կամ ինչ պահանջներ կա, էլի ես ինքս տեղյակ չեմ, ուղղակի զուտ հետաքրքիր էի որ համեմատություն արվեր, այսօր օտար երկրի քաղաքացին Հայաստանում որ քաղաքացիություն է պահանջում, ինչ փաստաթղթեր են պահանջում օտար երկրի քաղաքացուց, որպեսզի համեմատենք, հա, եթե չկա զին գրքույկի այդ պահանջը օտար երկրի քաղաքացու, ապա այս պարագայում ոնց է լինում քաղաքացին, որ ունի անձնագիր եւ անգամ չի գտնվել ռոզիսկի մեջ, հա, եթե հակառակ դեպքում եթե ծառայած չներ, զինգրքույկ ունեցած չլիներ, ու մարդուն վեկալում են այս տիպի խնդիրների առաջ են կանգնացնում, որ նորից ինչ որ գնա զինք կոմիսարիատ վերականգնի։ Իդեպ նշեցի, դու զինք կոմիսարիատում պետք է որ ունենաս կրկնօրինակ, նշի որ Ունեմ բախտս բերել որ Պավել եղբայր, այն զինկրկուկի մեջ են սիպտակ թուղթնոր կա է, երկու երջանոցում։ Էդի մոդս է, պայել եմ, բախտս բերեց որ պայել։ Բայց էդի հենց այդ կարիշոկ է անվանում, ռուսերեն չգիտեմ այրեմոց է։ Հանցա։ Էդի հենց ինքը փոխարինող է հանդիսանում, դրանով նաև վերականգնվում է զինգրկույկը։ Եթե դա մոտը տա, դու կարաս դատական անգամ պրոցեսով եթե փորձես, եթե գնացել ես միջև վերջ, գնա միջև վերջ, ասածս էդ, հա։ Ու Պավել եղբայր, ում դադի դամ։ Ինչի համար։ Չէ, եթե խնդիրը ասել է այն աստիճանին, եթե անգամ այդ փաստաթղթի առկայությունը, որը չի բավարարում, միգուցե փաստաբանական ինչ որ ծառայության միջոցով կարողանաս հասնես քո ուզածին, հա։ Ի վերջո նպատակը գրանցելն է, եթե քո նպատակը հասնելն է այն որ դու ունենաս այդ անձնագրի, այսինքն վավեր լինելու աստիճանը, հա, ժամկետի երկարացում, հա, դրա համար է զուգահեռներ ուզում տանել օտար երկրի քաղաքացիների Հայաստանում քաղաքացի դառնալու կարգը վերջերս է փոխվել, Պավել ջան, վերջերս օրենքին փոփոխություն արեցին ինչ-որ։ Մի ավելի հեշտ եղնի ես հրաժարվիմ քաղաքացիությունից, հետո նորից քաղաքացիություն վերցնեմ, ավելի հեշտ եղնի։ Հանցիկ Հայաստանի անձնագիր ունեմ, նորից ստանամ։ Այդ տարբերակն են սեր։ Բայց որ հրաժարվա դի նորից Հայաստանի Հանրապետության նախագահային վարչապետին դիմում գրես, որ դուս գրե ստորագրությունով։ Հետո մի ամետ դիմես, որ նորից Հայաստանի քաղաքացիություն տա։ Եղբայր, մի հատ բան քեզ ամենալավ խորհուրդը տամ, ոչ դիմի դուրս գալու քաղաքացիությունից, ոչ էլ բան։ Ունես անձնագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի ես, ապրի այդ անձնագրով, միևնույնն է Հայաստանի քաղաքացիությունից քեզ որևէ մեկը իրավունք ու իրավասություն չունի հեռացնելու, հանելու, այսինքն քո քաղաքացիությունից որևէ մեկը իրավունք չունի քեզ զրկելու, դա օրենք է եւ դա միանշանակ, այսպես հաստատ կարող եմ ասել, որովհետև ես անձամբ եմ սահմանադրության այդ կետը կարդացել ու դա
այսպես ասենք անփոփոխ կետ է, եւ չի էլ փոփոխվի անգամ եթե նոր սահմանադրություն ընդունեն։ Ուղղակի որևէ մեկը չկա, որ իրավունք ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն զրկի քաղաքացիությունից, եթե քաղաքացին ինքը չի ցանկանում քաղաքացիությունից հրաժարվել։ Միայն քաղաքացիությունից հրաժարվելու պարագայում կարող են ուրեմն հատուկ հրամանով քաղաքացուն ոնց որ ազատեն քաղաքացիությունից։ Բայց այստեղ խնդիրը այն չի, որ ձեր մասնավոր հարցը պետքա լուծվի, դուք շատ լավ եք անում, որ այս հարցը բարձրաձայնում եք, որովհետև դուք մասնավոր մեկ հոգի եք, բայց դա ուրեմն համատարած խնդիր է, փաստորեն ժամանակին կոռուպցիոն համակարգ է գործել եւ այսօր վերցնել մի ողջ պետություն, որը որ ապրել է 30 տարի կոռուպցիոն համակարգի շղթայի մեջ, որտեղ որևէ մեկը չէր կարող այդ կոռուպցիային մասնակիցը չլիներ ուղակի ապրելով Հայաստանի Հանրապետությունում, այսօր դնել այդ մարդուն մեղադրել, խեղդել անցյալի այն մեղքերի համար, որը որ այս մարդու մեղքը չի, ու ընդհանրապես որևէ մեկին մեղքը չի, դա օրենք չի, դա իրավունքի պաշտպանություն չի, դա օրինապաշտ երկիր կառուցել չի նշանակում։ Խնդրում եմ բարի եղեք, օրենքները, որոնք որ գոյություն ունեն, այդ օրենքները հաշվի առեք հեղափոխությունից հետո կատարված գործողություններում եւ հենց այս օրինակով ես պահանջում եմ, որպեսզի նման խնդիրների լուծումը շատ արագ գտնվի, որովհետև փաստացի մարդիկ ժամանակին կոռուպցիոն սխեմաները հաշվի առնելով, այն ժամանակվա բարքերը հաշվի առնելով, մարդիկ գնացել են գումարներ են ծախսել եւ այդ մարդկանց ձեռքից ապօրինի վերցվել է զինգրկույկը, որևէ մեկը իրավունք չունի որևէ մեկից վերցնելու։ Ու առհասարակ ես ուզում եմ մի բան ասեմ, էլի, արդեն կարծես թե մի փոքր դեպի ուրիշ ուղղությամբ են նավը փորձում նավարկել, երբ որ ուրեմն բարձրանում են տարբեր կառավարության նիստերի ժամանակ սկսում են հիշել, թե վայ, այսինչ թվին վարորդական իրավունքները սենց էին տալիս, այնինչ թվին նենց էին տալիս, դրա համար սենց է, դրա համար նենց է, հարգելիներս, ձեր թիվը սարքեք օրենքի պահանջին համապատասխան, ձեր թիվը սարքեք նորմալ օրենքի թիվ, այն մնացածը կգան, կհարմարվեն այդ օրենքի թվի օրենքներին։ Ինչ է նշանակում մարդը այն ժամանակ գնացել է, այո, այն ժամանակ առանց կոռուպցիայի հնարավոր չի եղել որևէ բան անել։ Եվ մարդը ստիպված է գնացել կոռուպցիոն համակարգերի միջոցով իր խնդիրը լուծել։ Եկեք հանուն ճշմարտության ասենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80-ից 90%-ը, եթե այսօր որոշեն, որ պետքա այդ անցած 30 տարիների համար որևէ մեկը դատվի, ինչ որ կոռուպցիոն սխեմաների մեջ մասնակցություն ունենալու համար, ապա պետքա դատվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 99%-ը, որովհետև հնարավոր չէր ապրել մի երկրում, որտեղ կոռուպցիան վխտում էր, եւ այդ կոռուպցիան, եթե դու չմտնեիր կոռուպցիայի մեջ, պարզապես չէիր կարող ապրել ու գոյատևել։ Ու հիմա դնել ամբողջ մի ժողովրդի խեղդել, ինչ դրանով ուզում եք այնպես անեք, որ մենք ասենք այն թալանը հետ մի բերեք, հա, ստոպ տվեք, եկեք գիծ քաշեք, չէ, էդ էլ չենք ասելու։ Էդ էլ չենք ասելու, որովհետև այդ թալանը հիմնականում այն մարդկանց ձեռքում է հայտնվել, ովքեր որ մեզ այդ կարգերի ու բարքերի մեջ ստիպել են ապրել։ Այդ մարդկանցից պահանջեք, բայց հասարակ քաղաքացին այստեղ որևէ կերպ մեղք չի գործել։ Արդյոք հնարավոր չի այս երկրում ամեն ինչ անել ճիշտ ձևով, ճիշտ ճանապարհով։ Արդյոք հնարավոր չի, ժողովուրդ։ Ես ուզում եմ Այո, հնարավոր չի։ Այս համակարգով, նախկին համակարգով դա հնարավոր չի։ Երկիրը պետք է փոփոխության է տա, ու երկրի փոփոխությունը
Առաջինը քաղաքացու գիտակցության փոփոխությունն է։ Քաղաքացին պետք է գիտակցի իր երկրի ընտրությունների մեջ իր հնարավորության աստիճանը, հա, ինչքանով է նա պատասխանատու եւ ինչքանով է նա հնարավորության տեր, որպեսզի անմիջապես մասնակցի երկրի կառավարմանը։ Ու ես խո մենակ չեմ, այնպես շատ մարդիկ կան Սփյուռքում ապրող, թե խոսքի բիզնեսի առումով չգիտեմ ինչ թղթերի, գիտես կան մարդիկ այսպես խնդիրների մեջ չունեն։ Հարցեր ունեն, որ չեն կարող լուծել։ Մենակ ես չեմ։